Այսօր Նինոցմինդայի Գամգեոբայի հավաքների դահլիճում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի որոշմամբ անցկացվեց հերթական համագումարը, որին ներկա գտնվեցին Գամգեոբայի եւ Սաքրեբլոյի ամբողջ աշխատակազմը։ Վարչության պետ Գագիկ Արսլյանը ներկայացրեց Նինոցմինդայի մունիցիպալիտետում կատարված շինարարական աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ մունիցիպալիտետի ֆինանսական գործունեությունը։ Մեր պարոն Անգելիկա Բարոյանը որոշակի ինֆորմացիա կամ ելույթ կարողանալ մեր աշխատանքների մասին։ Հասկում կարող հարցեր ծագել, ես խնդրում եմ միշտ պատեք այդ հարցերը ծագելու ելույթից հետո կարող եք ցույցություն վերցնել եւ զեկուցել կամ հարցերի պատասխանել կամ դերմայնաբանություններ անել։ Ցանկալի է շատ ենք ուզում որպեսզի այս հանդիպմանը մասնակցեր մեր հարգարժան դեպուտատը, բայց քանի որ այսօր Թբիլիսիում է, այնտեղ հանդիպումներ կան, կախված բարձր լեռնային մունիցիպալիտետների հարցերի ստեղծված հատուկ հանձնաժողով, որը ասենք քննարկում են այնտեղ այդ հարցերը, հանձնաժողովի անդամներից ենք եւ այս բանի գտնվում Թբիլիսիում է հնարավորություն շնորհավորել մասնակցությունը այսօրվա մեր հանդիպման համար։ Գործող օրենսդրության համաձայն ներկայացնել մունիցիպալիտետում կատարված այն աշխատանքների մասին, որոնք վերաբերում են ֆինանսներին, որոնք վերաբերում են շինարարությանը, որոնք վերաբերում են սոցիալական հարցերին եւ այն բոլոր աշխատանքներին, որոնք որ ասենք այս պայի դերությամբ կան եւ վերաբերում են մեր ֆունկցիաներին, մեր պատասխանատվության տակ են, մենք ուրեմն բոլոր ասպեկտներով, որոնք ասենք այս պայի դերությամբ կան 2015 թվականի բյուջետային գործերի ֆինանսական վիճակին պետք է ասեմ, որ մեզ հասանելի այն արտադրությունները, որոնք պետության կողմից տրված են տեղական եկամուտները ունենալու հարցով, կատարված է 212%։ Մեշակված է հատուկ քաղաքականություն պետական հավասարեցնող տրանսֆերներ են գոչվում, որոնք ասենք պետությունը հատկացնում է մեր մունիցիպալիտետի պահանջները բավարարելու համար, հարցերը լուծելու համար, դրան գումարած մեզ հասնում է նաև ասենք որոշակի պարտականություն, որպեսզի մենք մեր կողմից լրացնենք այն հարցը, որը ասենք տրվում է պետության կողմից։ Այս տարվա մեր հավասարեցնող տրանսֆերը կազմել է 3.348.000 լար, որի մեջ մտնում է նաև հատուկ նպատակային գումարներ, փոխանցումներ, դրանք վերաբերում է հանրային առողջապահությանը եւ ռազմական ծառայությանը։ 105,000 հանրահարման կազմում այդ գումարը 165, որից 105-ը հանրային առողջապահությանը եւ 60,000-ը մեր զինվորական ծառայությանը։ Հենց իմաստան տեղյակ եք, գիտեք, որ այս տարի անցած տարվա համեմատությամբ մեզ հատկացվել է 1,700,000 լար, որը հիմնականում ուղղված էր մունիցիպալիտետի, ասենք ճանապարհների վերանորոգման եւ ասֆալտապատման համար, դա տեղի ունեցավ Զապրագյուղում կիլոմետր 328 մետր, դա տեղի ունեցավ Կանձագյուղում կիլոմետր 310 մետր երկարությամբ եւ հիմնականում ասֆալտապատվեց Դավիթ Շինարարի փողոցից դեպի Էշտիագյուղ գնացող տարածքը նորը նշվում է մետր երկարությամբ։ Այստեղ պետք է նաև նշել, որ ելնելով մեր ֆինանսական վիճակից մենք կարողացանք ներառիչ միջոցներ տրամադրել այդ աշխատանքի համար, հենց կոնկրետ Կանձագյուղի համար, որովհետեւ ասենք ասֆալտը փչել ասենք Վահան Տերյանի թանգարանը կամ ասենք եկեղեցի 70,000 լար մեր տեղական բյուջեից նորից դերեցինք այդ աշխատանքի վրա, այնտեղ եկեղեցի հասավ եւ ասենք քանի որ վերացական եկեղեցի դեռ երկու տարի էին, այնպես որ երկու եկեղեցիներն էլ դերությամբ ունեցան ասֆալտապատ շրջապատ։ Սա բավականին մեծ քայլ էր մեր կողմից, որովհետեւ սա առաջի անգամ էր, որ կարողացանք մենք 70,000 լար տրամադրել, ասենք ասֆալտապատման համար, դրան գումարած 50,000 լար տրամադրվեց Դավիթ Շինարարի մայթերի ասֆալտապատման համար եւ 4,500 լարի չափով մենք տվեցինք, որպեսզի ասենք քաղաքի փողոցների
բավականին փոսերի կարգավորման համար, բայց դա էլ մի քիչ կիսազգան է ճիշտ ասած։ Դրանից ուզում եմ նշել, որ մենք ունեինք փոխանցիկային մենացորդ ռեգիոնալ ֆոնդից, դա 83700 լարն էր, որ հիմնականում կազմում էր Ուժմանախովյա ջրագծի մենացորդային գումարներ, նրան գումարած 133,000 լարն կազմում էր Պուշկինի փողոցի շարունակությունը քաղաքի գերեզմանատան մոտ եւ ունեինք մենացորդային մաս 48,000 նորից Դավիթ Շինարարի անձրևաջրերի հեռացման այդ ջրատարների աշխատանքների կատարման համար։ Այս բոլոր աշխատանքները դերբությամբ ավարտվել են Ուժմանախովյայի ջրագիծի 83,700 ավարտվել է ասենք Պուշկինից փողոցի շարունակությունը մինչև գերեզմանոց, ավարտվել է նույն ձևով այդ 48,000 լարին իրացվել է, համապատասխան ջրերացման ջրատարները սարքվել են Էշտիակ գյուղի կամ ասենք եթե ավելի ճիշտ վերցնենք քաղաքի վերացական փողոցի երկու կողմերը, այնպես որ մենք այս տարի մեր աշխատանքները կատարել ենք 99%-ով։ Երկրորդ ծրագիրը, որը իրականացվել է այս տարի, դա գյուղական գյուղի զարգացման աջակցության համար տրված գումարներն են 543,000-ը, իրականացվել է 543,000 լարը, ներողությամբ ծախսվել է, շինարարություններն իրականացվել են եւ ուզում եմ ասել, որ այդ աշխատանքներից ինչ է իրականացել։ Հիմնականում ջրագծերի վերանորոգում շինարարություն, որը կազմել է 106,000 լարի, փոքր Փոնդուրա, Ուլալիս, Էշտիա, Մեծ Արագյան, Փոքր Արագյան, Գանձա, Գարեվորկա, Արովկա, Սամեբա, Փոքր Խանչալի, Կատնադու, Ռադիոնովկա, Խորենյան։ Սա այն հիմնականում աշխատանքների ցանցն է, որոնք այն գումարներն են 106,000-ը, որը ասենք ծախսվել են տարբեր գյուղերում, ըստ իրենց գյուղի բնակիչների ցանկությունով կազմվել են համապատասխան փաստաթղթային անկերպ ասած ակտեր եւ իրենց համաձայնություններով ինչ աշխատանքի համար որ իրենք ցանկացել են իրենց գումարներն ուղղել, այդ գումարները ստացվել են դրա համար։ Բացի դրանից փոքր մինի ստադիոններ են կառուցվել ընդհանուր գումարով 93,000 լարի արժողությամբ, Մեծ Գոնդուրայում 13,000, Էշտիայում 40,000, Ղարմայում 9,350, Փոքայում 3,000, Մեծ Խանչալի 30,000, դրանք հիմնականում ուղղվել են երիտասարդության այդպես ասենք, որովհետև սպորտային բանը որ հիմնականում զբաղվում են երիտասարդները, այդ կարգի հարցերի վերահեղիանացել։ Ծիսակատարությունների շենքերի շինարարության և վերանորոգման համար սա ես թվարկում եմ գյուղի աջակցության ծրագրի ըստ կատարված աշխատանքների, որ գյուղում ինչ կարգի աշխատանքներ կնազել։ Ծիսակատարության շենքերի վերանորոգման համար և շինարարությունները դրվել ծախսվել 90,000 լարի, դա Դիլիվներ, Ուժմանան, Օրջալարը, Սաղամոն և Ջիգրաշինը։ Գյուղական գլուխների վերանորոգման համար այդ գումարից 74,700 լարի է ուղղվել Նամզալա, Գանձա, Կատնադու, Տամբովկա և Վլադիմիրովկա գյուղերում։ Կուլտուրային օբյեկտների շինարարությունը հիմնականում Փոքայի վերայել ծախսվել 22,800 լարի։ Շինվել է մեկ կամուրջը, դա հիմնականում Սպասովկա գյուղի կամուրջը, որը գյուղական ծրագրով այդ աշխատանքների իրականացվեց, բայց աշխատանքի ընթացքում պարզվեց, որ եղածած գումարը շատ չնչին և հնարավոր չէ այդ գումարով կամուրջը վերջնական շահորձման անձնել, դրա համար լրացիչ 5,000 լար բյուջեից ստացված և այդ գումարը հիմնականում ծախսվեց և շատ լավ կամուրջը ստացվել, որը հիմնականում կոյն է մնացել երկու գումարը։ Լրացիչ մենք կարողացանք ասենք Նամզալը Գենդիրա, մեծ Գենդիրա, մեծ Գենդիրա Դիլիվ, մեծ Գենդիրա, փոքր Գենդիրա ուղղությամբ բավականին լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնել և մոտ 30,000 լարի արժողությամբ աշխատանքներ փողոցների հարթեցման և կարգավորման, ասենք այդտեղում կատարված։ Պետք է նշել, որ մյուս տարվա կապակցությամբ մենք ավելի մեծ աշխատանքներ ենք այդ տեսակետից պլանավորել։
Հանդիպման կարևոր հարցերից մեկն էր Նինոցմինդայի մունիցիպալիտետի 2016 թվականի շինարարական աշխատանքների նախագծի քննարկումը, ինչպես նաև նախագծում որոշ փոփոխություններ մտցնելու հարցը։ Նոր բյուջեի մասին, պրոյեկտի մասին։ Պարզապես ասեմ, 250,000 պրոյեկտների համար նախատեսած է Երևանյան փողոցը, Պուշկինի, Կամո եւ այլն, այսինքն ամբողջ քաղաքի համար։ Ջրագծերի շինարարությունը, Սատխա, Խանչալ 205,000։ Հեշտյա Գորելովկա Ջիգրաշեն կոմունալ ծախսեր մոտարապես գիտեք ինչի մասին 120,000, որի մեջ մնում է ճանապարհը եւ ուրեմն լուսավորումը, հաջորդը ուրեմն 60,000 լույսի ծախսերն արդեն իմացանք, 98,200 նոր լուսավորման ցանցերի ստեղծումն է, այսինքն սա այն ցանցերը, որ գյուղեր կան լույս չունեն, այդ գյուղերը պետք է լույս քաշվեն, հետեւյալ գյուղերը քաղաքի որոշակի հատվածն է, Օրլովկա գյուղն է, Թոկա գյուղն է, Գայլովկա գյուղն է, Խանչալի գյուղն է եւ վերջում սպորտի դահլիճների շինարարություն, Հեշտյա, Գարումա, տարբեր 90,000-ի սահմաններում։ Ուրեմն մենք հաշվի առնելով Գամբիոբայի հետ գումարը ուղարկել ենք, մենք արել ենք հետեւյալ մեր առաջարկությունները։ Հիմա մենք ես կկարդամ մեր առաջարկությունները, որ ուղարկել ենք Գամբիոբա 16 թվի ուրեմն բյուջեի պրոյեկտը կազմելու։ Սա մեր համար շատ կարևոր է, որտեղ այսօրվա հավաք հիմնական նպատակը դա է։ Ուրեմն հանել լուսավորության համար նախատեսված օբյեկտների ծախսերը, դրա փոխարեն նախատեսել ծախսել քաղաք Նինոցմինդայի կենտրոնից մինչև երաշտական դպրոց տանող ճանապարհը եւ գյուղ Սաղամոյի ֆեդերալի ճանապարհը եւ լուսավորման հատված։ Այսինքն մենք արդեն մեր լրացումն ենք արել, որ այս սա կարելի է։ Հետո հաջորդը գյուղ Հեշտյա սպորտի դահլիճի համար նախատեսված 50,000-ը փոխարեն 50,000 է նախատեսել։ Փոխարեն նախատեսել 20,000 լարի։ Ինչու 50,000 եւ ինչու 20,000։ Հիմա կասեմ դա։ Իսկ մնացած 30,000 հատկացնել Գանձագյուղի սպորտի դահլիճի շինարարության համար։ Երրորդը նախատեսել գումար դիլի օրոջալար ուրեմն ինչ պատկանային գյուղի մասին է գյուղ փոքր արագյալ եւ մեծ գոնդորա գյուղերի կառույցների վերանորոգման համար։ Այսինքն սա մեր լրացումն է։ Իրանք այդ գումարները նախատեսել տարածքներ մենք սրանք մունիցիպալիտետում ամենաարդյունավետ գումարների ծախսման տեղը սոցիալական ապահովության, այսինքն սոցիալական ֆոնդն է, որովհետև մենք գիտենք ինչ է գա, երբ որ մարդ ապրիացիա է գնում, մենք գումար ենք տալիս, այստեղ մեծ գործ չկա։ Հաջորդը, ուրեմն դա ասեցի, ընտանիքների եւ երեխաների պաշտպանության համար նախատեսված 100,000 լարի փոխարեն նախատեսել 120,000, երբ որ դուք 120,000 կրճատել եք, չէ, 100 եք տվել, նորից ասում ենք, որ 120-ը թող մնա։ Այն որում առաջ երեխայի ծննդյան համար 350, երկրորդը 400, երրորդը 500։ Սա Պաուլ Մխիթարյանի ուրեմն պրոյեկտն է։ Ավելացնել սպորտ դպրոցների սուբսիդիաների ծախսերը գյուղերում սպորտային խնդիրների հիմնավորման համար։ Այսինքն մենք մի 100,000 կարող ենք պակաս ծախսել, ինչ որ տեղ ճանապարհ լցնելու համար, եւ այդ գումարները նպատակին կարող են ծախսել։ Ուղղակի ես այսպեսի առաջարկություն ունեմ։ Նախ որ բյուջեի ձևավորման, բյուջեն մունիցիպալիտետի հիմնական ողնաշարն է։ Ձևավորման պրոցեդուրան նախատեսում է գերագայությունների փաստաթղթի ձևավորում նախորդ տարվա մարտ ամսից, հաջորդ տարվա բյուջեի համար։ Ցանկալի է մեր տարվա կտրվածքով ոչ միայն երկու աշխատակազմերը Սագրեբուլոյի եւ Գամբիոբայի, այլ հասարակության այլ խավերից ընդգրկել նաեւ մինչև բյուջեի այդ գերագայությունները ուղարկելը Սագրեբուլո, այսպես ներքին կարգով համաձայնեցվեր, քննարկվեր, որովհետեւ քննարկման process-ում մենք այն տարաձայնությունները, որ հետագայում ունենանք դեպուտատներ եւ Գամբիոբայի աշխատակազմ հարաբերություններում, այդ տարաձայնությունները ինչքան հնարավոր կլինի քիչ կլինի։ Եթե այսպեսի հանդիպում մենք խոսքի օրինակ նոյեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին կազմակերպած լինեին, ես հավատացնում եմ այն առաջարկությունները, որոնք դեպուտատները արեցին, ուղարկեցին ներքև ընթացքում, եթե հաշվի առնվեին, բյուջետային քաշքշուկները այդքան ծանրությամբ չէին։ Անցկացվող հանդիպման ժամանակ խոսվեց նաև այն մասին, որ խորհրդարանի падգամավոր Հենզել Մկոյանի միջամտությամբ եւ որոշմամբ մունիցիպալիտետի Գամբիոբայի եւ Սաքրեբուլոյի աշխատակազմին կտրամադրվի գումարային խրախուսանք, որի մասին իր խոսքում հայտարարեց Գամգեբելին։ Մենք երախսակում ենք ունենալ պետք բայց մենք կալանային ունեցել ենք միշտ երկու խրախուսան Սաքրեբուլոյի որոշում ենք, որ երկուսը կմնան մեկ 23-ի կապակցությամբ մեկ պրեմիա դա եղել է դեպուտատի համաձայնության եւ իշխանության նախաձեռնություն եղել է դեպուտատի։ Այս երկուսը, որ մեր կլանային եղել է Սաքրեբուլոյի մունիցիպալիտետի, ասենք
Գամբիայի նախաձեռնությունն է եղել, որը ես ողջունում եմ ինչպես ես նաև Շրջանի վերադասը նման համագումարները խիստ կարևորեցին եւ համարեցին առողջ քննադատություն, որի արդյունքում ճիշտ քաղաքականություն վարումը կբխի ժողովրդի շահերից։ Համագումարի վերջում երկու ճյուղերի աշխատակիցները դահլիճից հեռացան փոխհամաձայնության հիմքերի վրա։